Ես քո տեղը լնեի Արոյին տեղում գլխից կխփեի։ Դե համ էժանա, համ էլ էֆեկտիվ։ Ու այդ թեմայով քեզ ոչ մեկ բան չէր կարա դեմ տար։ Եթե այդ հարցի լուծում լիներ, տենց է կանեի։ Բայց չլիներ Արոն, կլիներ Բլոն, Պողոսը, Պետրոսը ու տենց շարունակ։ Ինձ դաշնակից էր պետք։ Որի միջոցով ես կոնտրոլ կանեի, ու աղջիկս նարկոտիկ չէր հասնի։ Դրա համար գումարը տվել եմ, որ պարտավորությունը զգա իմ հանդեպ։ Խելացի մոտեցումը ես էլ տենց կվարվեի։ Բայց խնդիրն է նա, որ քո հետ հանդիպելուց հետո Արոն կորել է։ Ես դրա հետ ինչ կապ ունեմ։ Դե այդ ժամանակ քեզ չի ասել, որ բացակայելու է քաղաքից, կամ ինչ-որ մի տեղ գնալու է։ Չէ, բայց ինչ-որ զանգ էր եկել։ Ոնց որ Վրաստանից ու շոթա, շոթա։ Բա ինչի մասին էին խոսում, չլսեցիր։ Ես բնավորություն չունեմ ականջ տնելու ուրիշի խոսակցություններին։ Ես վիրավորելու համար չհարցրեցի։ Ես տենց էլ հասկացա։ Լավ։ Շնորհակալ ենք, որ համաձայնվեցիր հանդիպես մեր հետ։ Մարդս, եթե ինչ-որ ինֆորմացիա ունենաս, խաբար է։ Լավ։ Ինչ ես կարծում, հավատացի՞ն։ Ժամանակը ցույց կտա։ Ասա լսում եմ։ Քո աչքով ես տեսել։ Լավ, դու տուն գնա, ես կզանգեմ։ Լոտ, շտապ հանդիպել է պետք։ Եսա գալիս եմ։ Շախի ոչ մի խոսքին չեմ հավատում։ Արոն դրա ձեռով է գնացել։ Այդքան էլ վստահ չեմ դրանում, Վիգեն։ Սերգո, դու լուրջ մտածում ես, որ $50,000 փող է անը տվել Արոյին։ Որպես ծնող ով ուզում աղջկան կտրի կոքսից հնարավոր է։ Չէ, շախը տղեն չի։ Ասելով չէ, ապացուցել է հետ։ Կապացուցենք։ Հալո, Արմանն է, Սերգո։ Արման ջան, ուրախ եմ ձենդ լսեմ։ Բաց են թողել արդեն։ Դե լավ, շնորհավոր։ Մերսի։ Կարանք հանդիպենք։ Բա ոնց չենք կարա։ Տեղ ասա կգամ։ Հեսա հասցեն SMS կանեմ։ Լավ։ Հետս նստած տեղեկից է։ Իրա մասին էի պատմում, որ կյանքս փրկել է։ Հենայդ ես գիտես տեղը։ Գնացինք որ։ Այդ ինչ լուրջ բան է եղել Մոսկվա, որ տենց ափալ-թափալ փախել ես Հայաստան։ Գուրամենց հետ էր պրոբլեմը։ Այս ոնց որ դրանց հետ բոլոր խնդիրները կարգավորված էր։ Մենք էլ տենց գիտեինք Քերջան։ Բայց տեսավ իր ուզածին չի կարում չորով հաստի, գնաց մենթերին դիմեց։ Այդ լուրջ բան ես ասում, Շավո։ Եթե ես այդ թեման գցեմ տղերքի ականջը,
Գուրամը դիակ է։ Ես մարդում եմ մենթերի մեջ։ Ինֆորմացիան իրանից է։ Չէ, դրանով չեմ կարա թեմա բացեմ, ու դու էդ լավ գիտես։ Գիտեմ, դրա համար էլ հիմա տղեկներ այդ հարցով զբաղվում։ Հաստատ ինքնակեր։ Եթե ապացուցեցիր, իմացի գուրամը էլ չկա, դու էլ կգնաս հետ, կկանգնես գործի գլուխ։ Այդ ուղղությունը շատ կարևոր է մեր ընտանիքի համար, Շավու։ Հիմա ամեն ինչ պրոցեսի մեջ է, ոչ մի բան չի կանգնում։ Գործի գլխին սերվում է կանգնած։ Խոսքը մեծ թվերի մասին է, Շավու։ Ունենցա, որ ինչ-որ մեկը կարա չդիմանա գայթակղությանը, ու մի օր մի քանի միլիոն դնի ջեբը ու մի կողմի վրա թռնի։ Դու հանգիստ տեղի քեր ջան, այդ ամեն ինչ իմ կոնտրոլի տակ է։ Շավո ջան։ Բարի բարուստ։ Ես երբ ես եկել։ Մի քանի ժամ չկա։ Դու ասա, դու ոնց ես։ Ամեն բան լավ է։ Շավո ջան, դու այդ դուրսը ծխի առանձին խոսալու բան կա։ Հարց չկա քեր ջան։ Չեմ ուզում Շավոյին այս թեմաների մեջ խառնեմ։ Վերացրիք վկային։ Դե ոնց որ ասում էի։ Մենթերը ծուղակ էին սարքել, նստած սպասում էին։ Քիլերը իրանց մոտ է։ Պատրաստված էի չհասցրին։ Նստի խոսանք։ Քեզ մեղադրելով գործին չես օգնի Գրիգոր։ Կարևորը որ վկան ողջ է։ Ախր մենք կարող էինք դուրս գալ այդ առևանգիչների հետքի վրա, եթե իհարկե մարդասպանը ողջ մնար։ Չէ, նա ոչ մի շանս չի ունեցել։ Ադե տեսականորեն հնարավոր էր, եթե Ավանի ամբողջ տները վերցնեինք հսկողության տակ, դրոններ հանեինք երկինք, բայց դե մեզ այդպիսի ռեսուրսներ ոչ ոք չտրամադրի։ Ցավոքի ճիշտ ես։ Իսկ մարդասպանի ինքնությունը բացել եք։ Մոտը փաստաթղթեր կամ հեռախոս չկար։ Հիմա մատնահետքերը անցկացնում ենք մեր բազաներով։ Դատելով նրա սպանության եղանակից, պատվիրատունն ամեն ինչ հաշվարկել է։ Եթե նա նույնիսկ սպաներ վկային, մեկը նրան ողջ չէին թողնել։ Մարդասպանի ինքնությունը հաջողվել է բացահայտել։ Մանվել Սերոպյան, 37 տարեկան։ Նախկինում դատապարտված է եղել սպանության համար։ Վերջին մի քանի տարիներին բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, ընդամենը 3 կա վերադարձել Հայաստան։ Իսկ զենքը, որով սպանել են Սերոպյանին։ Չգրանցված զենք է եղել։ Մատնահետքերը լրիվ մաքրված է։ Պարզ է։ Ամեն դեպքում փորձեք Սերոպյանի կապերը վերհանել։ Գուցե ինչ-որ բան դուրս կճրի երես։ Լավ։ Իսկ վկային պետք է թաքցնել։ Փաստաթղթերը պատրաստեք, որ ներկայացնեմ վերադասին։ Վաչոյի տղեկներն բրովը տանցել։ Չէ, ախրանը։ Դու ես շախի տվել։ Չէ, իրանք։ Պրովոկացիան ուզում սարքեն, որ խփեի, նոր հատվածով փակեին են ազիվ ինձ ասպեց։ Տվարները։ Դե ոչինչ լավ։ Կարևորը որ ազատության մեջ ես արդեն։ Սերգո, ինձ քո օգնությունն է պետք։ Ասա կօգնեմ ինչով կարամ։ Նոր փաստաթղթեր են պետք, ուզում եմ Եվրոպա գնամ։ Փողը պրոբլեմ չի, ինչքան պետք է գտամ։ Դե Եվրոպային չես կորսրել, այ Արման ջան։ Ինչ-որ ընդեղ արել ես, տեղել կարաս արնես, հլը մի բան էլ ավել։ Իսկ 20 տարի ընդեղ եմ եղել։ Ստե ոչ մեկին չեմ ճանաչում։ Դու ինձ ես ճանաչում։ Ես կօգնեմ կհարմարվես։ Չէ, պետք է գնամ, դե հազարատ գործ կա թողած կիսատ։ Կարաս կազմակերպես։ Հնարավոր է, բայց այդ մի երկու օրում լնող գործ չի։
կտևի։ Կակ մինիմում մի ամիս, հետ էլ եթե ստացվի։ Դատակ տեղը չեն կարա քո համար թղթեր սարքենք, պալիտ կլնես։ Շենգեն վիզայով ռեալ մարդու պասպորտ ա պետք, որ մնացածը լինի։ Բա մատնահետքերը ոնց եք սարքելու։ Հետ էլ երկրորդ լուրջ հարցն ա։ Հիմա 3D պրինտերով տպում են, կպցնում են մատին։ 3D պրինտերով վրա։ Բա հալալ չրեն քյոյնավախտերը։ Ոչ կոմբ կար, ոչ ես բարձր տեխնոլոգիաները։ Լուբո երկրի պասպորտ նկարի ուր ուզում ես գնա։ Նոյ թվի բան ես ասում, Սերգո։ Ոբշեմ էտա։ Բայց դե փաստ չի, որ մի կամ երկու ամիս կտևի։ Իսկ եթե վրացականով փորձեմ։ Կհետաքրքրվեմ, բայց խորհուրդ չեմ տա։ Դե լավ, այդքան մի նեղվի Արման ջան։ Մենք չենք թողի, որ դու ձանձրանաս։ Դու ավելի լավ ամ։ Մեզ քո Եվրոպայի կանալների մասին պատմես կոքսի։ Հնարավորություն չկար վկայել սպանել։ Ժամանակ չկար։ Ես մի կրակոցի հնարավորություն ունեի։ Վստահ ես, որ դրա կյանքը կապերը քրքրելով քո վրա դուրս չեն գա։ Բացառվում է։ Ես վիրտուալ համարով եմ այդտեղ խոսել։ Մեջտեղներ միջնորդ չկար։ Փողն էլ քեշ եմ տվել։ Ապրես, ես քեզնից գոհ եմ։ Դու հիմա կարծում ես, որ մենք ավելորդ ռիսկի ենք գնացել, բայց դա տենց չի։ Մենք շահել ենք այս սիտուացիայում։ Այդ ոնց։ Այս դեպքից հետո մենթերը այդ վկային կտանեն 10 փակի տակ կպահեն, ու ինքը անհասանելի կլինի ոչ միայն մեր, այլև ավոյի համար, ինչը որ մենք ուզում էինք։ Համաձայն եմ։ Եթե լուրջ բան չկա, հետո կզանգեմ։ Երբ է եղել։ Ես նորություն ունեցա կզանգեք։ Ինչ է եղել։ Մի քանի ժամ առաջ Ռազին ու Ավոյին են ցանկացել սպանել։ Բայց չի ստացվել։ Ով ա ուզեցել սպանի։ Չգիտեմ, բայց ասում են քիլլերներից մեկին բռնել են։ Շատ շուտով զակաշիկի անունը կիմանան։ Այդ զանգողնով էր։ Լորդի տղեկից է, ինձ հավատարիմ մարդ է։ Հենց հիմա գնում ես Ժիվանի հետևից, բռնում ես բերում ես տեղ։ Ես էլ կզանգեմ Սերգոյին ու Վիգենին։ Լավ։ Զետո Շաբոյին մի հատ գործի դիր թող զբաղվի մի քանի ժամ մեզնից հեռու մնա։ Հասկացա։ Կոքսը ալբանացիներից ենք վերցնում, հետո բաժանում ենք դիլերների, բայց փոքր քանակով ենք աշխատում, որ ստվերում մնանք։ Ինչ թվերի մասին ա խոսքը։ Ամսական 2-3 միլիոն մաքուր եկամուտ։ Պրինցիպի վատ չի։ Նկարած կազմակերպես այդ կոքսից բերեք Հայաստան։ Լոգիստիկան ա պետք հասկանալ։ Լեհաստանում նվիրված մարդիկ կան, կարան օգնեն։ Հարցը նվիրված մարդիկը չն ոչ էլ քանակն է։ Հարցն է, որ պետք է ամեն ինչ մանրամասն հաշվի առնել։ Գիտեմ, նոր չենք ես թեմայի մեջ։ Ռասկլադը կհասկանամ կասում։ Հասկացի, մեզ ասա։ Իրար հետ աշխատենք, վատ չի լինի, քո համար էլ, մեր համար էլ։ Եթե պասպորտի պահով կանխավճարապետ թողնի պրոբլեմ չկա։ Հիմա դրա կարիքը չկա, որ բան լինի քեզ կասեմ։ Ասեմ, Վիգենը հետը տա։ բան է եղել։ Եղել Ավոյի ու Ռազի վրա մահապործ է եղել, հենց հիմա օֆիս եկեք։ Գալիս ենք։ Վռած գործապատը էլ պիտի գնանք։ Դու հասկացի այդ մոմենտը կզանգես։ Լավ։
Դե Ավոնս քաղաքում 1000 չուզող ունի։ Շատ մարդ իր մահը կարա ցանկանա։ Ես Արմանի մասին եմ հարցնում։ Նորմալ տղա է երևում։ Բայց ես հիմա ոչ մեկին չեմ վստահում։ Ես ստուգել եմ, 100 հոգու հարցուփորձ եմ արել։ Մաքուրա, որեն վաբշե կեղտ չկա։ Այն երկու ներդրված ագենտն էլ, որ բացահայտինք դեմից մաքուր էին։ Արմանը մենթ չի։ Ես դրանց 10 կիլոմետրից զգում եմ։ Սերգո, ես չեմ ասում նենթա։ Բայց ամեն դեպքում գործի մեջ ստուգել է, պետք նոր մոտ թողել ընտանիքին։ Մանավանդ, որ հիմա ամեն ինչ սենց խառն է։ Դե 100%։ Բայց մեզ հիմա հավատարիմ մարդիկ են պետք։ Բայց նախ այդ Արոյին է պետք գտնել։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի The Show համերգասրահում։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկ էլ հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Dentaluxe միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Dentaluxe միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վնյուրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentaluxe։ Ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentaluxe, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի The Show համերգասրահում։ Ես ոստիկանության գեներալ-մայոր Ավդալյանն եմ։ Ձեզանից շատերին ճանաչում են։ Ոմանք ոչ։ Հաշվի առնելով Երևան քաղաքի լարված օպերատիվ իրավիճակը, նախարարը որոշում է կայացրել ինձ ձեր բաժին գործուղելու մասին։ Մեզ լարված եւ ծանր աշխատանք է սպասվում։ Հետևաբար
ակնկալում եմ անմնացորդ նվիրում և ծառայողական պարտականությունների լիարժեք կատարում։ Մելքոնյան, զեկուցիր։ Լսում եմ, պարոն գեներալ։ Ըստ ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների, այսօր վաղառավության մահափորձ է տեղի ունեցել մեզ բոլորիս քաչայտնի քրեական հեղինակություն Ավոյի դեմ։ Բնակելի շենքի դիմաց շարժող մոտոցիկլետից կրակոցներ են արձակվել Ավոյի ու առայժմ մեզ անհայտ անձի ուղղությամբ։ Տեղազանության ժամանակ հայտնաբերվել են փամփուշտներ։ Դու մոռացար ասել ամենակարևորը, որ ոչ Ավոն և ոչ էլ նրա հետ գտնվող անձը ոստիկանություն չեն դիմել, իրենց դեմ կատարված մահափորձի առիթով։ Իսկ այդ դեպքում որտեղից ինֆորմացիան։ Հարևաններն են կրակոցներ լսել։ Միայն կրակոցներ։ Այո, դեպքը տեղի ունեցել առավոտյան ժամը 7-ին։ Նրանք հիմնականում քնած են եղել, երբ դուրս են նայել, մարդասպաններն արդեն հեռացած են եղել։ Հարևաններից մեկը տեսել է, թե ինչպես բնակիչներից մեկը Արմինե Գալստյան։ Արմինե Գալստյանը շենքի դիմաց կանգնած զրուցել է Ավոյի հետ կրակոցներից անմիջապես հետո։ Հարկավոր է խոսել նրա հետ։ Զբաղվիր այդ հարցով, Մելքոնյան։ Լսում եմ։ Դու, Մանուկյան, գտիր Ավոյին և հարցաքննիր, փորձիր նրանից ինչ-որ բան կորզել։ Ես լուրջ մտավախություններ ունեմ, որ այս կրակոցները ընդամենը սկիզբն են։ Սա իրոք լավ նշան չի, պարոն գեներալ։ Մինչև հիմա ոչ մի տեղեկություն չկա Ավոյի առևանգված տղայի մասին։ Իսկ հիմա էլ Ավոն է հայտնվել թիրախում։ Հասկանում եմ, թե ինչ ես ակնարկում։ Եվ լիովին կիսում եմ մտահոգություններդ։ Հարկավոր է օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների պլան մշակել, որի միջոցով կկանխենք սպասվող արյունահեղությունը փողոցներում։ Զբաղվիր այդ հարցով, Բորոյան։ Լսում եմ։ Իսկ հիմա անցնենք ընթացիկ հարցերի քննարկմանը։ Զեկուցիր, Մանուկյան։ Կներեք, պարոն գեներալ, տանից է, տղաս ինչ-որ խնդիրներ ունի դպրոցում, այնպես որ չեմ կարող չպատասխանել։ Հասկանում եմ։ Ազատ ես, կարող ես գնալ։ Հուսամ լուրջ բան չի։ Շնորհակալ եմ։ Արման, ես եմ։ Վստահ ես, որ ես գիծը չի լսվում, Բորոյան։ Ավելի քան։ Իսկ զանգերը գերմանական բջջային օպերատորի վիրտուալ համարից է։ Այնպես որ ալիբիդ ապահովված է։ Դու հանդիպեցիր կոնտակտի հետ։ Հա, մենակ չէր Վիգենի հետ էր եկել։ Ու ինչ տպավորություն ստացար։ Առայժմ ըստ մեր պլանի է գնում ամեն ինչ, տնտղում են։ Նորմալ է։ Տարօրինակ կլիներ, եթե քեզ միանգամից վստահեին։ Բորոյան ինձնից ապրանք են ուզում, սա թեստը, որ ես պետք է անցնեմ։ Ինչ քանակի մասին է խոսքը։ Առայժմ 10 կիլո բավարար կլինի։ Լուրջ քանակ է։ Ոչ իրանց համար, Բորոյան։ Լավ, կփորձեմ մի բան անել։ Ինձնից արագ արդյունք են սպասում։ Ես քեզ հասկացա, երեկոյան կկապվեմ, կխոսենք։ Դրանց դիակները նենց են պահել, որ ոչ մեկ չի գտնի։ Մոտներից մի բան գտար, որ կարող մեզ օգնի։ Չէ, ոչ հեռախոս ունեին, ոչ դոկումենտ, բռավել չկար մոտները։ Բայց դեմքները նկարել եմ, որ հանգարց պետք է լինի նկարամոտներս կա։ Ճիշտ ես արել, բայց դա չի օգնի։ Բայց ինչ եք վստահ, որ պատվիրատուն չի փորձելու քայլեր անի, երբ որ իմացա, որ կիլլերներից մեկը սաղ է մնացել։ Իսկ դու ինչ կանեիր իր տեղը։ Դե եթե վառվելու թեմալներ կփախնեի, կամ կփորձեի նորից սպանել։ Դժվար թե նորից ռիսկի գնանես մահափորձը չմարսած։
Հիմա միակ հույսը նա է, որ պատվիրատուն սխալներ թույլ տա, ու մենք օգտվենք այդ սխալներից։ Կներեք։ Լսում եմ։ Ռազմիկ բարև։ Սրբուկն է, Շախի աղջիկը։ Հա, Սրբուկ ջան, ոնց ես։ Իմացա հիվանդանոցում էր, նորմալ ամեն ինչ։ Հա, տանն եմ արդեն։ Կարող ենք հանդիպել։ Հա, իհարկե։ Երբ։ Երբ քեզ հարմար է, ես տանն եմ։ Ու ինձ մարդու օգնությունա պետք ով էս ամեն ինչի միջով անցել է։ Ու ճիշտ խորհուրդներ կտա։ Ես որոշել եմ թողնեմ նարկոտիկը ու ազատվեմ կախվածությունից։ Հա, ապրես ճիշտ որոշումը։ Անպայման կգամ։ Շնորհակալ եմ։ Շախի աղջիկն է, պա։ Փորձում է նարկոտիկներից ազատվի ու մտածում է ես իրան կարամ օգնեմ։ Քեզնից ավելի լավ, ոչ ոք նրան ճիշտ խորհուրդներ չի տա։ Բայց հիմա ես ուրիշ բանի մասին չեմ կարող մտածեմ, պա։ Ուշքու միտքս Դավիթն է։ Ռազ ստեղ նստելով դու ախորդ չես օգնի։ Գնա, գոնե օգտակար գործով կզբաղվես։ Ես կզանգեմ քեզ, որ նորություն լինի։ Բայց մի պայմանով, որ Վիկը մնում է քո հետ։ Կոֆե դնեմ խմենք ավոջան։ Կարելի է։ Հավետ, ոնց ես, քեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Ոստիկանությունից դեռ չեն եկել, չեն արձակնել։ Ոչ, դեռ չեն եկել։ Կգան անպայման։ Իսկ ինչ պետք է ասեմ։ Ճշմարտությունը։ Էն ինչ տեսել ես։ Լավ։ Կներես, որ իմ պատճառով նորից անհարմար իրավիճակի մեջ ես հայտնվել։ Դրա մասին մի մտածիր։ Ուզում եմ տեսնել քեզ։ Անպայման կտեսնվենք, բայց այսօր չէ։ Կսպասեմ։ Առայժմ։ Բարի օր ձեզ։ Ես ինչ եմ։ Չես տղեկ Այս պաստորը դու ոչ մի բանից կուրսի չես աշա։ Ինչից։ Որ ավոյն ու ռազին ուզեցել են սպանեն, մահապորց են արի աղբեր։ Հասկացա, որ իրանց բան չի եղել, նորմալ է ամեն ինչ։ Արի գնանք ես քեզ կասեմ արի առանձնանանք։ Մոսոս տեղը նայեք ամեն ինչ միջև ես լավ։ Ովքեր են եղել, ինչ է հայտնի դրանց մասին։ Ոչ մի բան։ Ահոյի վերակարակողները փախել են։ Ռազներ սպանել այդ քիլերներին, որ իր հետևից էին եկել։ Ահոն էլ ասեց, լուրեր տարածենք, որ իբր քիլերներից մեկը մեր մոտ է, որ կարողանանք այդ պատվիրատուի վրա դուրս գանք։ Ինչա ավոն մտածում է, որ այդ ձևով կստիպի պատվիրատուին ջրել ես դուրս գա, հա։ Հնարավոր է։ Վտանգավոր բան է։ Ես կարա հակառակ էֆեկտ ստանա, գիտես։ Ես քեզ ավելի վտանգավոր բան ասեմ։ Ավոն վստահ է, որ Դավոյին սպանել են։ Դրա համար իր հետևից են եկել։ Ու ես իր հետ համաձայն եմ աղբեր ջան։ Բայց իր երեսին ուրիշ բան եմ ասում։ Դե ծնողը չեմ կանգնեմ մոտ ասեմ, դու ճիշտ ես։ Ավոն չի սխալվում։ Սխալվելու հավանականություն միշտ էլ կա շախ։ Բայց եթե 1% հնարավորություն կա, պետք է կարճել այդ 1%-ից։
Եթե Դավիթին իսկապես սպանել են, ուրեմն միակ վկան Կարինեն է, որ կարա անուններ տա։ Դրա համար լախրանան ուժեղացրել եմ էլի։ Բժիշկին խնդրել եմ, որ ռեանիմացիայից տեղափոխի, բալատ տեղափոխի բերի, որովհետև ես 100%-ով չեմ կարա պաշտպանեմ աղջկաս անվտանգությունը չեմ կարա ապահովեմ։ Ճիշտ որոշում է։ Շախի մի արդեն կասկած չկա, թե վթարի հեղինակները, թե Դավոյին առևանգողները, մեր շրջապատի մարդիկ են։ Մեր շրջապատից ոչ մի մարդ դուխ չեր անի Ավոյի դեմ դուրս գար։ Դրա համար մեծ ուժ ու ռեսուրս է պետք։ Ու Կազումյաններին նկատի ունես։ Հա։ Սեմը լավ բաշկավիթի մարդ է, ինքը հետ քայլի չեր գնա։ Մենթերը 10 տարին գած են հետևից ու չեն կարում փակել։ Փորձված գել է 2 ոտքով է թակարդն ընկնում։ Ճիշտ ես էդել կա, բայց ու չեն կար առանց իմ կետ մարդուն ինչ-որ բան դեմ տանք։ Ու չմոռանանք, որ ինքը միշտ ընդառաջում է Ավոյին։ Կարող է էդ էլ պլանի մի մասն է։ Լավ հետ կխոսանք։ Ինձ ասա ինչ կա կարևոր խոսելու։ Գլխավորն է ուզում քեզ տենա, Կարինեին պալատ տեղափոխելու հարցը։ Աղբոր տղա 2 րոպեներս դե ես ակարից եմ։ Ավոյի ու տղու վրա կրակել են, թող իրանք էլ ուղեղներին զոր տան։ Մենք ինչ ենք խառնվել իրար։ Դու իսկականից չես հասկանում, թե ձև ես տալիս, որ չես հասկանում, Սերգո։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, Սեմ։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչի ես փորձում այդ խնդրեմը մեր վզով փաթաթես։ Որովհետև նրանց վրա կրակել են Դավոյի սպանությունից ընդամենը 1 օր հետո, ու դա չէր կարա պատահականություն լինել։ Պապ, դու ամեն ինչ ճիշտ ես ասում, բայց այսքանիցս բացի ոչ մեկ չգիտեր, որ Դավոն էլ չկա։ Հերդ ուզում ասի, որ Զակաշիկը մեզանից մեկը կարա լինի։ Չես եմ։ Եթե մենակ մենք գիտենք դրա մասին, ուրեմն հա, ուրիշ տարբերակ չկա։ Դու լուրջ մտածում ես, որ այդ իմ ձեռի գործն է։ Դու ինքնագլուխ որոշել էիր Դավիթին բաց թողնել։ Հա, բայց դրանք տարբեր բաներ են։ Իսկ կարող ես դու ես փորձել սպանել Սեմ։ Ուղղակի հիմա մեզ խոսցնում ես, որ ռեակցիաները ստու ես։ Այդքան նման եմ հիմարի։ Իսկ ես նման եմ։ Սեմ, դու շատ լավ գիտես, որ ոչ ես, ոչ Վիգենը չէին կանի այդ առանց քո համաձայնության, չէ։ Գիտեմ, բայց ինձ 100%-անոց վստահություն էր պետք ունենալ։ Ու ունեցա։ Ու հիմա մենակ մի մարդ կա, որը կարար էդ աներ, ու այդ մարդը Ջիվանն է։